Ինա Յոլյան, համեցեք։ Շնորհակալություն, Տիկին Ջուլհակյան։ Երբ ձերբակալել էին իմ գործընկեր Գոհար Հոմաշյանին քաղաքական ենթատեքստով, դուք ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ բավականին վատ խոսույթով էիք արտահայտվել, չեմ ասում, որ անմեղության կանխավարկածը խախտելով, չեմ խոսում կնոջ սոլիդարության մասին, բայց երեք խոսում էիք նաև էթիկայի մասին, խոսում էիք պատգամավորի խոսույթի մասին, վարքագծի մասին, խնդրում եմ այս համատեքստում գնահատել Ազգային ժողովի պատգամավոր Արուսակ Ջուլհակյանի վարքագիծը, ինչպես է թիրախավորում կնոջ արժանապատվությունը եւ ֆիզիոլոգիական կարգավիճակը։ Սա առաջին հարցս, եւ երկրորդ հարցս Հայաստանի Հանրապետության բանտերում, այսպես ասած, բավականին ինտելեկտուալ, ճակերտավոր հանցագործներ կան, գիտնականներ, պրոֆեսորներ, քաղաքական գործիչներ, որոնք շատ հաճախ ձերբակալվում են կրկին անմեղության կանխավարկածի խախտումով, շոուներով, որոշակի ժամանակ անց հետագայում պարզում է, որ այսքան էլ մեղավոր չեն կամ ընդհանրապես մեղավոր չեն, որովհետև գործերը կարճվում են, բայց ըստ էության այս մարդկանց նկատմամբ, նրանց ընտանիքների նկատմամբ հոգեբանական ճնշումներ են եւ խոշտանգումներ են տեղի ունենում։ Ես ուզում եմ ձեր իրավական գնահատականը նաեւ տակ ինստիտուցիոնալ առումով, երբ քաղաքական հանձնարարականի շրջանակներում իրավապահ մարմինները գործեր են կարում, մարդկանց են ձերբակալում, վարկաբեկող տեսանյութեր են հրապարակում, որից հետո պարզում է, որ այդ մարդիկ անմեղ են։ Իրավական առումով ինչպես եք տեսնում այս վարկաբեկման ինստիտուտի կանխարգելումը։ Շնորհակալ եմ հարցերի համար, Տիկին Յոլյան, սկսեմ Տիկին Հոմաշյանից։ Բնականաբար ոչ ձեր առաջին հարցի, ոչ երկրորդ հարցի հետ կապված չունեմ համաձայնություն, որ որևէ քաղաքական հայացքով պայմանավորված որևէ գործողություն է կատարվել։ Տիկին Հոմաշյանի դեպքը, եթե ճիշտ եմ հիշում, ենթադրյալ բարեգործության արգելքի խախտումներ, ես գործի ընթացքին չեմ հետևել, չգիտեմ վերջում ինչ է եղել, ինչ վերաբերում են ձևակերպմանը, որևէ կերպ կնոջը թիրախավորելու նպատակ չեմ ունեցել, իմ ձևակերպման հենց հիմքում ընկած էր այն, ինչի մասին այսօր երկար խոսել եմ։ Բոլորը հավասարային օրենքի առաջ եւ սեռը այլ սոցիալական հանգամանքներ չեն կարող լինել ինդուլգենցիա անձին քրեական պատասխանատվությունից ազատելու, քրեական հետապնդման չենթարկելու, նրա խափանման միջոցը որոշելու հարցում։ Արդյոք ես այդ էթիկայի կանոնների խախտում տեսնում եմ, այո, ինքս եմ առաջինը տեսել, երբ լսել եմ այդ հարցազրույցը եւ միանգամից գրել եմ ներողության տեքստ, այսինքն իմ Facebook-յան հարթակ եմ մտել, ինձ որևէ մեկը չի ասել, որևէ մեկը չի ստիպել, այսինքն երբ լսել եմ այդ հարցազրույցը, ցավոք սրտի դա ժամեր անց է տեղի ունեցել, ես մտել եմ եւ գրել եմ, որ իմ ձևակերպումը անհաջող էր, ինչի համար ներողություն եմ խնդրում Տիկին Հոմաշյանից, այլ անձանցից, որոնք որ գուցե այդ իմ տեքստը լսելով իրենց վատ են զգացել, հիմա էլ կարող եմ կրկնել իմ ներողությունը, դա ձեզ կբավարարի այսքանը։ Ինչ վերաբերում է ձերբակալություններին, որոնք հետո ասում եք, որ անմեղ են, հա, պարզվում է, որ արդարացվում են, պարզվում է, որ իրենք անմեղ էին։ Ձեր խոսքը վկայում է հենց այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատում են ինստիտուտներ։ Այսինքն քաղաքական հետապնդման նպատակ եթե լինի, այլևս այդ մարդը անմեղ չի ճանաչվի, չի արդարացվի։ Այսինքն այդ շոուները կլինեն, կձերբակալվեն եւ այդ մարդը կդատվի շատ երկար տարիներով Տիկին Յոլյան։ Իսկ այն, որ տեղի է ունեցել գործողություն, հետո տեղի ունեցել դատավարություն, մարդը ճանաչվել է անմեղ։ Ես հիմա տեսական դատողություն եմ անում։ Եթե դուք կոնկրետ դեպքով այստեղից խոսեք, կոնկրետ դեպքը նշեք, խնդրեմ, կարող ենք քննարկել կոնկրետ դեպքը, ես բայց չգիտեմ որքանով է լավ գաղափար, որ օրենսդիր իշխանությունը դատական իշխանության գործողությունների հետ կապված ունենա այդպիսի քննարկում, բայց կարող ենք քննարկել, գուցե դա անհրաժեշտ է։ Ես իմ ելույթի ընթացքում, հարցերին պատասխանների ընթացքում խոսում է այն մասին, որ մենք ունենք այո շատ կառույցներ, որոնք ունեն կարողությունների խնդիր եւ այո պատահում են դեպքեր, երբ հարուցվում է քրեական գործ, շատ դեպքերում նաեւ որևէ քաղաքական գործունեություն չունեցող անձանց վերաբերյալ եւ հետո այդ մարդիկ գնում են եւ ճանաչվում են անմեղ։
որովհետև քննիչները իրենց գործը լավ արած չեն լինում, օրինակ կամ դատախազները։ Հիմա ձեր ասածը ընդհանրապես պետք է նորից կրկնեմ, խոսում այն մասին, որ ինստիտուտները աշխատում են, մեկը աշխատում է վատ, մյուս ինստիտուտը իրան փոխզսպում է եւ հակակշռում, որտեղ այդ մարդը վերջում գնում եւ ճանաչվում է անմեղ ու արդարացվում է։ Շնորհակալություն։ Արձագանք։ Տիկին Ղումաշյանի մասով ասեմ, որ գործը կարճվել է եւ սա հերթական այն նախադեպերից մեկն է, որ աղմուկ աղաղակով ձերբակալելը միտում ունի մարդուն վարկաբեկելու։ Եվ ձեր դիրքորոշումը ողջունելի է, որ ընդունում եք, որ սխալ խոսույթ եք ունեցել եւ կնոջը թիրախավորել, ընդհանրապես որևէ մեկին թիրախավորելը քաղաքական գործ չի, պահվածքի շրջանակներում չի կարող ընկալելի լինել, որովհետև պիտի լինի քաղաքական գործիչը նաև օրինակելի հանրության համար։ Եվ այս իմաստով ողջունելի չէ հրահրել ատելության խոսույթ։ Ինչ վերաբերում է իրավական համակարգի, ես մասնագիտական գնահատականի մասին չէի խոսում, ես ընդհանրապես ակնկալում էի ձեր վերաբերմունքը, ինչպես է ստացվում, որ իրավապահ համակարգը մարդուն վարկաբեկելու համար անմեղության կանխավարկածը խախտելով վարկաբեկող տեսանյութերը հրապարակում, պարոն Ռուբեն Մխիթարյանը այստեղ է նախորդ նիստերի ժամանակ իր օրինակը ներողություն նաև բերվեց, մարդը 2 ամիս կալանքի մեջ է եղել, որից հետո պարզվել է, որ անմեղ է, ով պիտի այս պատասխանատվությունը կրի։ Շնորհակալ եմ ձեր արձագանքի համար, չեմ կարող չկիսել ձեր դիրքորոշումը, որ քաղաքական գործիչը պետք է օրինակելի վարքագիծ դրսևորի, բնականաբար այստեղ որևէ այլ կարծիք լինել չի կարող տիկին Յոլյան։ Ինչ վերաբերում է պարոն Մխիթարյանին, ես իր գործի հետ կապված մանրամասներին ծանոթ չեմ ճիշտն ասած, բայց այն օրը իր ելույթը լսել էի հենց մտածում այն մասին, որ պարոն Մխիթարյանը իր ելույթում Տիկին Յոլյան, տեղից մի արձագանքի։ Վարկաբեկման ինստիտուտը փիլիսոփայական հարց եք բարձրացնում, եթե տեսական քննարկում ենք ունենում, շատ վատ են վերաբերվում ես վարկաբեկման ինստիտուտին։ Եթե կոնկրետ վարկաբեկման դեպք կա, տիկին Յոլյան, եկեք քննարկենք ու հասկանանք այդտեղ վարկաբեկում եղելա թե ոչ, եթե եղելա դիտավորություն եղելա թե ոչ, այդ պետք է հասկանալ, բայց եթե ձեր հարցը տեսական է, ապա պետք է ասեմ, որ շատ բացասական են վերաբերում առհասարակ որևէ մեկին հանիրավի վարկաբեկելու։ Շնորհակալություն։ Պարոն Մխիթարյանի դեպքին առանձին կանդրադառնամ, եթե անհրաժեշտությունը պարոն Մխիթարյանը տեսնի։ Արամ Վարդևանյան։